Սպիտակ համարանիշներով տաքսու վարորդները շարունակում են դժգոհել։ Պատճառը կառավարության որոշումն է, որն ուժի մեջ կմտնի հունիսի 22-ից։ Այդ օրվանից վարորդներն ու մեքենաներն ամեն օր պետք է զննում անցնեն, բժշկական ու տեխնիկական։ Ես մի մեքենայով ես չեմ կարող այդ համ բժիշկ պահեմ, համ արհեստավոր։ Ասում են, որ այս որոշմամբ այլ ծախսերի կարիք էլ կլինի։ Ստիպված են լինելու ձեռքը գրպանը տանել բժշկին եւ արհեստավորին սիրաշահելու համար։ Պիտի դա մի հատ օֆիսի տիրոջը խնդրեմ, աղա չեմ, ասեմ ցավը տանեմ, ես ունեմ լիցենզիա, բայց խնդրում եմ նաեւ ձեզի մի բան, անես 5000-նա, 10000-նա, խոսքի օրինակ, եթե իրանք կգան համաձայնության։ Լիցենզիա ստանալու համար տաքսիստները վճարում են 25000 դրամ, պետտուրքը 11800 է։ Փնտրում են խնդրի լուծման դուռը, ավելի ճիշտ մեկ պատուհան, որ վճարները մի տեղ կատարեն։ Իրանք այդ ամեն ինչը վերանայեն, բացեն մի հատ պատուհան, չգնան կաշառք տալու։ Մեկ պատուհանի սկզբունքը հնարավոր չէ կիրառել, քանի որ վճարները չեն կատարվում նույն ուղղությամբ, փոխանցվում են եւ տրանսպորտային տեսչությանը եւ հարկայինին։ Նման պահանջներ իրենց կողմից կարող են լինել անընդհատ տվյալ գործընթացը խոչընդոտելու համար։ Ալբերտ Սողոմոնյանն ասում է նաև, առողջության եւ տեղզնման թղթերը հարկավոր են, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի։ Օրենքն էլ այդպիսի պահանջ նախատեսում է։ Մտնում ենք բոքս, մի հատ մեխանիկը նայում է, ճշում է բանը այնտեղ չափվում է ու դուրս են գալիս գից։ Մեխանիկը նայում է, պեչատում է, մեկ ստորագրում ենք ու դուրս են գալի աշխատանք ամեն օր։ Նրանք, ովքեր չեն ուզում այցելել բժշկի, շարունակելու են պայքարել, պատրաստ են ընդհուպ երթի, միայն թե որոշումը վերանայվի։ Թերեզա Կադայեչյան, Գևորգ Մանուկյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։